ձեզ համար։ Այսօր երկրապահողն է, հարցի օգտվելով ես ուզում եմ շնորհավորեմ բոլոր երկրապահներին, դիրքերում կանգնած տղերքին, մեր բանակին, մեր ժողովրդին։ Այսօրը նաև խորհրդանշական Շուշիի ազատագրման օրն է։ Շուշիի օպերացիան ինչ տվեց մեր հաղթանակներին եւ այսօր արդյոք արժեզրկված չէ ըստ ձեզ այդ հաղթանակը։ Դա այդ հարցը կտակ ուրիշ տեղ, ինչ վերաբերում է Շուշիին, ես իմ Շուշիի ազատագրման գիտեք ես էլ եմ մասնակցել 92 թվականին, վիրավորվել եմ եւ իմ երջանիկ օրերից մեկն էլ է Շուշիի ազատագրումը եւ մեր առաջի շքերթը։ Մենք երկրապահներս այն ժամանակ էլ, հիմա էլ նույն առաքելությունն ենք տանում, այսօր էլ վազգնի թողած պատգամն ենք տանելու, մինչև վերջել կտանենք։ Մեր րոպե։ Եթե երկրապահի շրջանակներում հարցեր ունեք տվեք։ Հարսանիք լեռներում լինելու է, այստեղ երկրապահների շրջանակում է, որտեղ երկրապահների մեծ մասը մենք ձեր գալուց առաջ զրուցում էինք, ասում էին հարսանիք լեռներում պիտի լինի եւ Արցախը պիտի կրկին ազատագրենք։ Գիտես ինչից եկա հարսանիք լեռներում։ Հա ինչ համար են այդ օպերացիան անվան է հարսանիք լեռներում։ Ինչ համար Ազատագրելուց հետո կամ ուսանար պետք է։ Այո, ավրեք։ Գոնե մի բան գիտեք։ Շուշին չկա։ Լավ, վերեք, եթե մի քիչ խելոք լինենք, այսօր մենք կարողանանք համախմբենք ազգովի։ Դեռ ճամփա ունենք հասնելու։ Պետք չի քաղաքականացնել, պետք չի ուրիշ բաների ուղղությամբ տալ։ Ասում են դուք լռում եք շատ հարցերում։ Ես չեմ լռում, ես դիրքերում որոնում եմ։ Կառավարությունը հատկացում էր արել երկրապահի Կառավարությունը հատկացում չարե, բանակն է հատկացում արե, երկրապահը, դե նկատ ունես վարչապետը բանակը, նախարարությունը պաշտպանության։ Պարոն Միքայելյան 92-ին ավելի քիչ Հատկացում եմ մենք գիտեք 20 թվականից մինչև այսօր Հայաստանի Հանրապետության պետական սահմաններում ենք Արցախյան ազատամարտում երկրապահ 4000 հոգու մասնակցել է Արցախում 7-9 ուղղությամբ տվել ենք 74 113 վիրավոր եւ մենք գիտեք այսօր պատանի երկրապահներ ենք որ երեխաներ ենք պատրաստում վաղը որ զինվոր դառնան դրա համար եւ մենք մինչեւ այսօր էլ շատ ու գիտեք որ այսօր երկրապահները շատ անձինք ծիրացել են, շատ սոցիալական խնդիրներ ունեն, շատ խնդիրներ ունեն եւ դրանցով ենք զբաղվում նաեւ։ Գիտեք, տարեկան մենք ամեն տարի ճամբար ենք բերում, ճամբարը գտնվում է բանում, Մարտունիում, տարեկան 1500-ից 2000 երեխա են հանգստանում, ճամբարը սովորական ճամբար չի, ռազմականացված ճամբար է, ոնց որ բանակի առօրյան նույն ձևի մեր երեխաներն են զբաղվում, որ հետո Երկրապահները նաև Սյունիքում են, մենք գիտենք, որ քննարկել։ Ես չեմ ուզում ասեմ երկրապահներ որտեղ են ինչն արգելված հակառակորդը ակտիվացել է կրկին։ Դե բնականաբար այս վերջի օրերս կրակոցներն տարբեր ուղղությամբ, բայց սովորական չգիտեմ իրանք ինչ են ուզում ասեն դրանով, կրակոցներ լինում է։ Ինչ վերաբերում է երկրապահներ տարբեր ուղղությամբ այսօր են կանգնած մեծ թվականակով, չեմ ուզում թվականակացնեմ եւ ասեմ, որ ուղղությամբ։ Պարոն Միքայելյան 92-ին մենք ավելի քիչ ռեսուրսներ ունենք, քան վերջին տարիներին, բայց կարողացանք Արցախը ազատագրել, Շուշին ազատագրել, որն էր այդ հաղթանակի պատճառը։ Մասնակցությունը եւ Ազգեն Սարգսյանը։ Այն ժամանակ գիտեք տարբեր հավատքի, տարբեր կուսակցության, տարբեր ջոկատներ կային, որ անատներ կային, որ ջոկատներին սարք իրաց համար, սպարապետը կարացավ համախմբել բոլորիս, չունենալով բանակ, մենք տարանք հաղթանակ եւ բանակի երկրապահի հիմքի վրա ձևավորվեց բանակը։ Իսկ ներկապահն երկրապահի դերը ինչ ես կոչ եմ անում հայ ժողովրդին, զինվորը հանգիստ է մնում, իր առօրյայով զբաղվում, վերապատրաստվում է նման հարցերով։
Իսկ վերջին շրջանում ինչ վերաբերմունք եք նկատում երկրապահի նկատմամբ, երկրապահ կամավորական կառույցի նկատմամբ, հասարակության կողմից, քաղաքական ուժերի Գիտեք ինչ, ինչքան իշում եմ Չերչիլն ասա, եթե ամեն մի հետևից խոսացողին ես ուշադրություն դարձնեմ, իմ գործ չեմ կարողանում։ Երկրապահն այսօր բանակ է, որը կանգնած է բանակի կազմում, բանակի հետ։ Ժամանակ է կգա, ես չեմ ուզում ապագորգոր բան ասեմ, այդ սա խոսացողները, որ ամեն մեկը այսօր դարձել է հայրենիքի հերոս, պաշտպան, բայց չգիտի մեր արևը որից ելնում, որտեղ է մտնում, իսկ երկրապահն կանգնած է, ես չեմ ուզում հետագայում երևա ժողովուրդը կհասկանա այս տարիների ընթացքում հետպատերազմյան ժամանակաշրջանում ինչ արել երկրապահն Հայաստանի Հանրապետության պետական սահմանների պաշտպանության։ Գրիգորյանի հետ կապված քննարկումները այս օրերին ակտիվացել են, որովհետև երրորդ նախագահը նաև խոսել էր Մանվել Գրիգորյանի վերաբերյալ։ Դուք ինչ կարող եք ասել, օրինակ դուք միջև հիմա հավատում եք, որ Մանվել Գրիգորյանը տուշոնկա ուտող էր։ Գրիգորյանը իմ արտական ընկերն է եղել, ուրիշ բաներ չեմ ասի, բլուզ դրան էլ երրորդ նախագահն որ խոսացել է, այսօր այն Մանվել Գրիգորյանի որ բռնին երրորդ նախագահի կուսակցական անդամ է, իրանից թող ճշտի։ Ինչի։ Դուք միջև հիմա ինչ եք կարծում, Մանվել Գրիգորյանը տուշոնկա ուտող էր։ Ես այդ փաստերին չեմ ուզում անդրադառնամ, ես ձեզ ասացի։ Մանվել Գրիգորյան իմ արտական ընկերն է։ Պարոն Միքայելյան, Շուշին դժբախտ դժգույն է, թե ռազմավարական կարևոր օրինակ է։ Ասեն ուրիշ տեղ տարած։ Սյանին հաջողվեց համախմբել ազգին ժամանակին, այսօր կարող ենք այդ Ուրեմն համախմբումը իրականացնել։ Ուրեմն պատմականորեն մենք երբ համախմբել ենք, հաղթանակ ենք տարել։ Այո։ Առավել ևս որ ազգինը իր ազգությամբ, իր մեծությամբ կարացավ։ Այսօր Շնորհավորում եմ։ այսօր վազգեններ չունենք, ոնց համախմբենք։ Այսինքն ոնց համախմբենք։ Ազգը գիտակից ազգը բոլոր ճակատագրական պահին պիտի համախմբենք։ Ճակատագրական պահներ համար մենք պիտի կարողանանք համախմբենք։ Առաջնորդներ են պետք ազգին համախմբելու համար։ Ես իմ բաժին առաջնորդում եմ երկրապահ։ Իսկ հիմա մեզ համար ճակատագրական պահ չի, Արցախը կորցրել ենք, Հայաստանն ենք մաց-մաց կորցնել։ Ես ուրեմն ելել եմ դաշտային հրամանատար 90-ական թվականներից ինչև այսօր էլ ես իմ գործն եմ անում Արցախը ով է կորցրել գնա Իրան ասա Դուք ավելի մոտ լսա համար եմ ասում։ մոտ եմ ես այդ տականքներից չեմ էլ ուզում զզվում եմ իրանցից Ով է կորցրել։ նո ով է կորցրել չտեսակ ով կորցրեց չտեսակ ինչ արին Դա Փաշինյանի ժամանակահատվածում կորավ, այդ տեսա։ Լավ, դու ուզում ես միշտ տանես ուրիշ դաշտ, հերիքա, ցավը տանեմ, հերիքա, մենք պրոբլեմների մեջ ենք ազգովի, մի քանդեք ամեն ինչ, առանց հետ էլ քարուքան դեղացա, համախմբեք, մատ համախմբան, ես իմ գործնեության, եթե թերացում կա, ասա, պարոն Միքայելյան, դու ես բանը սխալ ես արել։ Դուք ինչ եք անում, որ համախմբեք կոնկրետ հիմա։ Ինեմ, ամեն ինչ, Հավաքում եք Ես այսօր մեծ խնդիր եմ տենում մեր պետական սահմաններում, Շուշի դու կարաս գնաս, քելա իրար Դուք դու։ էլ եք ասել եք երազանքնան Եթե դու այդպես որոշեք, հիմի չեն գրակի, քելը կեթանք Շուշի։ Կարաս գաս։ Իսկ առաջնագծում կանգնած է մեր զինվորն ու գնում ենք մենք առաջ։ Ընկեր, ես քեզ մի հատ բան ասեմ, ես եղել եմ հրամանատար, նույն գործը անում եմ։ Այն հետևի հաչացողներ էլ բանի տեղ չեմ դնում, որտեղ ինձ գործ չեմ տալիս, որ քիչ ազատ զոհի չեմ։ Լսում եք։ Ես այսօր վտանգ եմ տենում մեր պետական սահմաններում, ես գլուխս կախ ու հետևից ես խոսում եմ թողոսա, ժամանակը ցույց տա։ Էլի պատերազմի վտանգ տեսնում եք։ Լավ, այդ բերեք ժողովրդին բացրի։ Եթե մենք համախմբված ենք, պատերազմի վտանգ չեմ տենում։ Ուղղակի են կրակում այդ դեպքում։ Չգիտեմ, դա ես էլ չեմ։ Երեք էլ են կրակել, ուղղակի են կրակում այդ դեպքում, ինչի են կրակում։ Ինչ որ բան ուզում են, չէ՞ որ Ինչ որ կրակում են։ բան կա, ես էլ չեմ պատկերացնում ինչ են ուզում։ Բայց պիտի հասկանանք, համ կերակում են, համ բան, համ էլ ասում եք, ախր ոբշում լավ։ Ծաղիկ բերեք։ Հոմայի հետ համագործակցություն կա, չէ՞։ Չէ։ Ինչի՞ բան Միքայելյան, Չգիտեմ։ նույն գործը անում։ Հա, խնդիր չեմ տենում, այդ ցավը տանեմ, չգիտես, բարթացնում։ Ովան այն ժամանակ ելա երիտասարդ էր խոջալու վեսնենք հրալու։ Ես ովա եթե ոչ մեկ էս խնդիր չունեմ։ Ահում հետ։ Այսօր ես հասկանում իմ խնդիրը թուրքերի հետ է։
Ema. Oni vay yetiş milates. Լավա գոնե դուք թուրքերի հետ խնդիր։ Թույլ տվեցիք, որ ձեր մարտական ընկերներին, Մանվել Գրիգորյանին, մյուսներին դարձնեն, բան էլի ասենք, տուսոնկի գող, բան, այսպես ինչի թույլ։ Լսի ցավը տանեմ, այդ ինչ որ օրվել է, ես քիչ առաջ ասի։ Ինչ արվել եւ մի կուսակցության մեջ այդ մարդ։ Ես այդ ժամանակ ընդհանրապես որևէ այսքան ժամանակ լսել եք, թե Մանվել Գրիգորյանի, թե Սեյրան Սարյանի, թե որևէ մեկի մասին մի հատ բադ բառ ասեն։ Նրանք բոլորը իմ մարդը։ Լսեք, ես եթե մի սխալ բան կանեմ, լավ դու նոր եկար էներգիա տեղն է։ Ես եթե սխալ բան անեմ պետության հանդեպ, թող ինձ ես կոլոնավորվել եմ, նստել եմ այդքան։ Ես այդպես չախսան չեմ նստել։ Ամեն մարդ իր արարքամար թող դատվի, եթե օրենքի խախտում կանի, չգիտեմ ինչ։ Այդպես բաներ մի բերեք փաթաթեք ինձ, այ բալա։ Բայց կան հերոսական ուղի ասած մարդիկ, որոնք չի վարկաբեկել, թե հեքանապոյի համար։ Ասենք արունով սահման են գտել, այդ մարդկանց խի դարձրեցին քրեական հանցագործներ։ Եթե ես որևէ հանցագործություն կանեմ, թող ինձ էլ դատեն, հմի էր։ Պարոն Միքայելյան, օրինակ երեք Սեյրան Օհանյանին, ով որ եւս պայքարի մասնակից է։ Դու ազատ ես։ Նիկոլ Փաշինյանն Դու ազատ ասաց ես, ցավը տանեմ։ Երկրապայի շրջանակներում Ինչպես եք վերաբերվում։ Փարս կա երկրապայի շրջանակ։ Ասում եք- Այսօր մեր օրը մի խարամի։ Ես Թող, չեմ հարամում, ես փառաբանվում եմ բոլորին անձանց, ովքեր այն բարութի խոտ են արել, որ մտել են ռազմի դաշտ։ Ով է շմեր արել է։ Այդ ոնց է ասում, չնես։ Տեսել ով իշտեղ էլ չի նայել։ Վարչապետն է, գիտես, չէ՞։ Բայց ոչ Դա, տենում ես։ Ես չեմ հարամում ախր, Այո, ուղղակի ինչ ես հարցերն ուզում։ է, որ պայքարի Երկրապայի օրն այսօր, ես երկրապայի վարչան Իմ նախագահ հարցն էլ, որ- երկրապայի հարց ունես ինձ կապված։ Թերացում ուներ եմ, ասա դու սխալ եք արել։ Դուք հեսա 5 Չէ, տարի բայց է, թիմի որպես թիմացան նստել եք դուք ձեր ևս, տուն, տնից դուրս չեք գալիս, սահմանները բաց է։ Ես իմ գործն եմ անում։ որպես թիմի ասած Թշնամին մեր սահմանում է, մեր սուվերեն տարածքում։ Ասա քեզ մի հատ պաչեմ նորի տամ։ Ես էլ ուզում ես վերջ։ Այս բայց դա քեզ չէր, էլի քեզ չի դզում այդ ցանկի, որ մի բան չասես, չանես։